Փաշինյան անցած շաբաթ տեղ ունեցավ աներևակայելի եւ աննախադեպ մի երևույթ, դատարանի առաջ էր կանգնել ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին II-ը իր իսկ լիազորությունների շրջանակում կատարած արարքների համար։ Հիմա դուք որպես կառավարության ղեկավար, Հայաստանի Հանրապետության ղեկավար, երբ որ կառավարության այս կամ այն անդամը ձեր որոշումներից կառավարության գծից դուրս որևէ այլ դիրքորոշում է հայտնում, դուք անում եք հայտնի հայտարարությունը, ես կառավարություն եմ ու նրան ազատում եք աշխատանքից։ WhatsApp-ով SMS-ներ եք ուղարկում, ազատում պաշտոնյաների, որում հետո լուրեր են շրջանառվում, թե էլի ձեր ինչ-որ կարգադրություններ չկատարելու համար է, դուք դրա ես վստահ չեմ ասում, որտեղ պարզաբանում դրանով կապված չեք տվել։ Հիմա ինչու ամենայն հայոց կաթողիկոսը չի կարող կատարել իր լիազորությունները կարգազանց թեմի առաջնորդին, որ չի ենթարկվել եկեղեցու կառույցի, որն ինքն է ղեկավարում, ինչ որ կանոնների եւ կարգալույծ է արել։ Դրա համար մարդը կանգնում է դատարանի առաջ։ Ինչու սա մեկ եւ պարոն վարչապետ մի ճշտում անեմ, ԵԱՏՄ այցից հետո եւ Ռուսաստանի նախագահի հետ ձեր ունեցած հեռախոսազրույցից հետո որևէ փոփոխություն դուք տեսնում եք հայկական ապրանքների արտահանման հետ կապված դեպի ՌԴ։ Ոչ, չեմ տեսնում։ Ինչ վերաբերվում է ձեր նշած առաջին իրադրությանը, Հայաստանի Հանրապետությունում կա սահմանադրություն, որտեղ ասվում է, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև։ Մնացած իրավական գնահատականի հարցը ես չեմ կարող իրավաբանական գնահատականներ տամ, դա համապատասխան մարմինները պիտի անեն։ Ես դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարող էր, ասենք, իմ որևէ հեռացման որոշում դատարանի կողմից կասեցվել եւ ես շարունակեի այդ որոշումը իրականացնել։ Եթե ես դա անեի, իմ դեմ քրեական գործ կհարուցվեր միանշանակ։ Այդ մնացածը արդեն մանրամասները ասում եմ, իրավական վերլուծության հարց։